Մատենադարանում կրթվել է նորաձև հերթական հանդիպմանը ամուսինները Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գնացել են ոչ թե միասին, այլ առանձին, որ իրենց դիմավորելու արարողություններն առանձին նկարահանվեն եւ տարածվեն։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ստիպված էր եղել շենքի մատույցներում երկուսին առանձին դիմավորել եւ ուղեկցել դահլիճ։ Ընդ որում հանդիպման արարողությունը տեղի է ունենում նույն արարողակարգով, ինչպես Փաշինյանին են դիմավորում նույն կերպ եւ կնոջը Աննա Հակոբյանին։ Ժամը 11-ից ժամանող հյուրերին նախ մետաղորսիչներով են անցկացրել, պայուսակները խուզարկել, հեռախոս ու ժամացույց հավաքել, ապա թույլ տվել, որ մտնեն դահլիճ։ Ներկաները նկատել են, որ հանդիպմանը ներկա Մարիամ Փաշինյանը ողջ ընթացքում հեռախոսի մեջ է, նրա հեռախոսը չէին արգրավել փաստորեն։ Իսկ կազմակերպիչը Աննա Հակոբյանը դահլիճ է մտել 2 ժամ անց, ժամը 13-ին։ Աննա Հակոբյանն իր ելույթը սկսել է ասելով, որ կրթությունը էքստրա նորաձև է, բայց մենք մնացել ենք 5-րդ դարում։ Պարզվեց նա տանը կարդացել էր Մովսես Խորենացի, Հովհաննես Թումանյան, Հրանտ Մաթևոսյան, Վանո Սիրադեղյան։ Կարդացածը կոնսպեկտավորել էր ու եկել գրավոր տեքստով զինված։ Նա թղթից մեջբերումներ էր կարդում լսարանի համար, զարմանալով, թե ինչու, ասենք, Մովսես Խորենացու հայոց պատմությունից ողբում եմ քեզ հայոց աշխարհ հատվածը չի մատուցվել իրեն դպրոցում այնպես, որ ձևավորեր իր անձը, եւ ինքը դա կարդացել է 44-օրյա պատերազմից հետո։ Նրա հետևում էկրանին գրված էր. ամբարիշտներին խաղաղություն չկա։ Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։ Հովհաննես Թումանյանի դառնացած ժողովուրդ հոդվածից հատված էր կարդում Աննա Հակոբյանը։ Երկիրն այրից էր հատված կարդում Կարսի անկման մասին, Հրանտ Մաթևոսյանից ու Վանոյից եւ վերջում հարցնում էր. ինչու այս բոլորը մեզ դպրոցում չեն սովորեցրել, որպեսզի մեր ձևավորման վրա ազդեր եւ մենք նաեւ պարտվել սովորեինք։ Արմավիրում կրթությունը նորաձև է հանդիպմանը էկրանին ցուցադրել էին Հրանտ Մաթևոսյանի նկարն ու մեջ բերել, թե այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորես, ինչին արձագանքել էր Հրանտ Մաթևոսյանի որդին եւ ասել էր, որ դա ոչ թե իր հոր, այլ Վանոյի խոսքն է։ Մատենադարանում արդեն սխալն ուղղել էին, էկրանին գրել էին Հրանտի բառերը. «Գազ հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվես»։ Աննա Հակոբյանն այս անգամ էլ կարդաց Վանոյի հոդվածից մի կտոր պարտության հատվածը եւ հայտարարեց. ի վերջո կարեւոր չէ թե ով ինչ է ասել, կարեւորը որ երկուսն էլ ասել են, որ պետք է սովորել պարտվել, որից հետո միայն մենք կարող ենք հաղթանակներ ունենալ։ Եվ հասկացվեց, որ ոչ Հրանտի գրածն են հասկացել, ոչ Վանոյի։ Վերջում վարչապետի տիկին համեմատություններ անցկացրեց Հայաստանի ու քաղաքակիրթ երկրներով շրջապատված Իսլանդիայի միջև, որն իր 170,000 բնակչությամբ հաղթել է 50 միլիոն բնակչություն ունեցող Անգլիային եւ այսօր ըստ ՄԱԿ-ի 2024 թվականի զեկույցի ամենաերջանիկ երկրների մեջ 3-րդն է, չունի բանակ։ Իսլանդիայի ոստիկանները չունեն զենք, իսկ բնակիչները տարեկան 12-ից 15 գիրք են կարդում՝ ի տարբերություն հայերի։ Ուրեմն պետք է սովորել նորովի ու թող չվախեցնեն մեզ պարտություններով, եզրակացրեց Աննա Հակոբյանը։